Ողջույն սիրելի ընկերներ, այսօր խոսելու ենք մեր շատ սիրելի հողի նշանների փետրվար ամսվա կանխատեսումների մասին, դե ինչ հուսով եմ շատ չսպասեցրեցի ձեզ, սիրելիներս։ Փետրվար ամիսը մենք բոլորս արդեն գիտենք նախապես, որ լինելու է բավականին լարված, որովհետև ունենալու ենք արդեն խավարումներ, եւ բացի դրանից փետրվարին մեզ սպասվում է հետընթաց Մերկուրի, ինչը նշանակում է, որ եթե ունենք կարևոր հարցեր, ասենք անշարժ գույք, գնում, վաճառք կամ ինչ-որ կարևոր գործարքներ, ուրեմն սիրելիներս, այդ ամենը պետք է կատարել հունվար ամսին կամ սպասել մինչև մարտի կեսերից հետո, որպեսզի խավարումները նույնպես անցնեն եւ մենք կարողանանք արդեն սթափ մտածել եւ սխալներ թույլ չտալ։ Դե ինչ, մեր առաջին հողի նշանը բնականաբար մեր շատ աշխատասեր համբերատար ցուլերն են, սիրելիներս, ձեզ համար փետրվարը շատ կարևոր է լինելու, որովհետև այստեղ արդեն ունենալու ենք առաջին խավարումը, արևի խավարում է լինելու ձեր 10-րդ ոլորտում, իսկ 10-րդ ոլորտը սա բարձրագույն ոլորտն է, այսինքն սա ձեր պաշտոնն է, ձեր կարիերան է, ձեր անուն հեղինակությունն է, ձեր հասարակական դիրքն է եւ այստեղ արդեն սկսած 2026 թվականից որոշակի փոփոխություններ են տեղի ունենալու։ Դե ինչ, այս ամենի մասին խոսեմ հերթականությամբ, սիրելիներս, փետրվարի 1-ին լիալուսին է տեղի ունենում ձեր 4-րդ ոլորտում, 4-րդ ոլորտը սա մեր տունն է եւ նշանակում է տանը ինչ-որ կարևոր հարց պետք է լուծվի, պետք է ավարտվի, տան անդամներից ինչ-որ մեկը մեկնում է, տան հետ կապված ինչ-որ կարևոր գործարք է վերջապես իրականանում, երկար ժամանակ դուք, ասենք, տան վերանորոգում եք կատարում, ավարտվում է փետրվարի 1-ին կամ նրա մոտակա օրերին, կամ այստեղ տեղափոխվում եք լրիվ այլ բնակարան, կամ ոչ միայն բնակարան, այլ նաև ձեր ապրելու վայրն է փոխվում, հնարավոր է շատ ցուլերի մոտ նաև ոչ միայն բնակարանի փոփոխություն լինի, այլ նաև երկրի փոփոխություն, քաղաքի փոփոխություն, սիրելիներս, որովհետև 4-րդ ոլորտը սա մեր բնակության վայրն է, եւ այստեղ ինչ-որ մի բան պետք է ավարտվի, որը կարելի ասել երկար ժամանակ կար, խանգարում էր կամ ձեզ անհանգստացնում էր։ Փետրվարի 4-ին Ուրան մոլորակը, որը վերջին 8 տարիներին ցուլերի կյանքը քաոսի է վերածել, ի վերջո առաջ է շարժվում եւ կարելի ասել արդեն վերջին ուրեմն աստիճաններում է ցուլի Ուրանը, ձեր առաջին ոլորտում է, շուտով ապրիլ ամսին այն դուրս կգա եւ ցուլերը կարելի ասել կսկսեն արդեն հանգիստ շնչել եւ հողը զգալ իրենց ոտքերի տակ, որը մինչ այդ նրանց մոտ շատ լուրջ խնդիր էր դարձրել Ուրանը, եւ հատկապես Ուրանի այս առաջընթացը կզգան այն ցուլերը, ովքեր ծնվել են մայիսի 17-ից 20-ը ընկած ժամանակահատվածում, որովհետև վերջին աստիճաններում է Ուրանը եւ այստեղ նրա առաջընթացը կարող է ինչ-որ անակնկալ իրավիճակ առաջացնել, սիրելիներս, ձեզ մոտ, այսինքն փետրվարի 3-ին, 4-ին կամ 5-ին կարող են ինչ-որ անակնկալ իրավիճակներ լինել, որոնք դուք չէիք պլանավորել։ Փետրվարի 6-ին Մերկուրի մոլորակը մուտք է գործում ձեր 11-րդ ոլորտ, որտեղ արդեն ունենալու է հետընթաց, սիրելիներս, ամսվա վերջում, ամսի 26-ից է լինելու Մերկուրիի հետընթացը, 11-րդ ոլորտը օնլայն հարթակն է, միգուցե այստեղ շփումներ են շատ սպասվում, միգուցե այստեղ առք ու վաճառքի հետ կապված օնլայն հարթակում ակտիվություն է սպասվում, կամ նաև շատ ցուլերի մոտ հնարավոր է փետրվարի 6-ից հետո, ասենք, աշխատանք լինի, որը դուք պետք է շատ մարդկանց հետ շփումով կատարեք։ Փետրվարի 8-ին ունենք Վեներա Ուրան լարված քառանկյունը, սիրելի ցուլեր, Վեներան ձեր գլխավոր մոլորակը լինելով հանդերձ, մինչև ամսի 10-ը գտնվում է ձեր 10-րդ ոլորտում եւ ձեզ տրամադրում է մինչև ամսի 10-ը կենտրոնանալ ավելի շատ ձեր անունի, ձեր արտաքին տեսքի, ձեր հեղինակության, այսպիսի բաների վրա եւ ամսի 8-ին ունենք որոշակի լարվածություն Վեներա Ուրան մոլորակների միջև,
այստեղ պետք է պարզապես խուսափել կոնֆլիկտներից, որոնք կարող են առաջանալ ձեր եւ ձեր վերադասի միջև կամ ձեր կողակցի միջև։ Փետրվարի 10-ին արդեն Վեներան մուտք է գործում 11-րդ ոլորտ եւ այստեղ բավականին դրական է, ինչու, որովհետեւ սա ձկների նշանն է եւ Վեներան այստեղ էկզալտացիայի մեջ է, այսինքն շատ լավ է իրեն զգում եւ փետրվարի 10-ից հետո շատ ցուլերի մոտ կարելի է ասել հանգիստ, ռոմանտիկ, մի փոքր էլ հուզական վիճակ է լինելու։ Փետրվարի 14-ին Սատուրն մոլորակն է արդեն լքում ձեր 11-րդ ոլորտը, մուտք է գործում ձեր 12-րդ ոլորտ, սիրելի ցուլեր, վերջին 3 տարիներին Սատուրնը գտնվելով ձեր 11-րդ ոլորտում, ինչ որ առումով սահմանափակել էր ձեր շփումները, ձեր ընկերների, ձեր գործընկերների, առհասարակ մարդկանց հետ, միգուցե վերջին 3 տարիներին դուք ինչ որ գործունեություն էիք ծավալում կամ որը մարդկանց հետ շփում չէր պահանջում կամ ասենք նստած էիք տանը։ Այժմ Սատուրնը դուրս է գալիս ձեր 11-րդ ոլորտից եւ հաջորդ 3 տարիները անցկացնելու է ձեր 12-րդ ոլորտում։ Սիրելիներս 12-րդ ոլորտը այնքան էլ չի ազդում ձեր նշանի վրա, սա փակ ոլորտ է եւ այստեղ հավանաբար Սատուրնը այնքան էլ մեծ խտրականություններ չի կարող դնել, խստություններ չի կարող առաջացնել, այստեղ ընդհանրապես կարող է մի փոքր լարվածություն առաջացնել ձեր հուզական աշխարհում, ձեր հոգեվիճակում, միգուցե կասկածներ, միգուցե առհասարակ ցուլերը կասկածամիտ են, բայց Սատուրնը այստեղ կարող է բերել միգուցե վատ երազներ, որ դուք անընդհատ մտածեք արդյոք այդ քայլը ճիշտ արեցիք թե ոչ։ Եվ առաջիկա 3 տարին Սատուրնը այստեղ է լինելու։ Փետրվարի 17-ին ունենք արդեն արևի խավարում ձեր 10-րդ ոլորտում, սիրելիներս, նշեցի այս խավարումը ձեզ համար շատ կարևոր է, քանի որ սա առաջին խավարումն է, վերջին անգամ 9 տարի առաջ ենք ունեցել մենք արևի խավարում 10-րդ ոլորտում եւ սա նշանակում է, որ այս արևի խավարումը բերելու է ձեր կյանք նոր հնարավորություններ, նորություններ կապված աշխատանքի հետ, կապված պաշտոնի հետ, կապված միգուցե բնակության վայրի հետ, կապված ամուսնական կարգավիճակի հետ եւ շատ ցուլերի մոտ, հատկապես ովքեր միայնակ են, հնարավոր է ամուսնություն արդեն փետրվարի 17-ից հետո, կամ ասենք երեխայի ծնունդ, կամ ասենք նոր ավելի լավ բնակարան շքեղ, այստեղ այնպես որ սպասեք նորությունների փետրվարի 17-ից հետո։ Փետրվարի 20-ին տեղի ունենում շատ կարևոր իրադարձություն, որը 37 տարին մեկ անգամ է լինում։ Սատուրն եւ Նեպտուն մոլորակները միանում են ձեր 12-րդ ոլորտում եւ սիրելի ցուլեր, այստեղ ինչ որ մի բան պետք է բացահայտվի ձեզ համար, որովհետեւ նշեցի 12-րդ ոլորտը փակ գաղտնիքների ոլորտ է։ Եվ այս երկու գիգանտները միանում են եւ այստեղ ինչ որ մի բան պետք է տեղի ունենա ձեզ համար, ինչ որ փակ քողի տակ, այսինքն այնպիսի մի բան, որի մասին դուք կիմանաք եւ կապշեք կամ հնարավոր է ձեր կյանքում տեղի ունենա այդպիսի մի գաղտնի գործարք կամ գաղտնի կապ, որի մասին դուք չեք ցանկանա բարձրաձայնել։ Ամսի 22-ին արդեն Վեներա մոլորակը ձեր 11-րդ ոլորտից շատ լավ շքեղ տրինի մեջ է Յուպիտերի հետ, որը մինչև ամառ դեռևս ձեր 3-րդ ոլորտում է եւ շատ ցուլերի մոտ ավտոմեքենայի հետ կապված հարցերը կարող են լուծվել, կամ ասենք փաստաթղթային հարցերը կարող են լուծվել, կամ ինչու՞ չէ նաեւ այստեղ ձեր քրոջ կամ եղբոր հետ կապված ինչ որ շատ լավ իրավիճակ կարող է լինել, ինչ որ միջոցառման կարող եք մասնակցել։ Ամսի 26-ից արդեն Մերկուրին հետ ընթաց է ձեր 11-րդ ոլորտում, սիրելիներս, մինչև մարտի 20-ը այստեղ ուշադիր ենք լինում փաստաթղթերի նկատմամբ եւ բացի դրանից հետընթաց Մերկուրին ձեր կյանք կարող է բերել նախկին անցյալի ծանոթների, ինչու՞ չէ նաեւ այնպիսի մարդկանց, ում հետ նախկինում օնլայն հարթակում շփվել եք։ Եվ ամիսը վերջանում է փետրվարի 27-ի լարվածությամբ, այստեղ ունենք Մարս-Ուրան քառանկյունը, որը կարող է բերել վթարային իրավիճակներ, այնպես որ զգուշ եղեք սիրելիներս, այսքանը ցուլերի փետրվար ամսվա կանխատեսումների մասին, այժմ ես անդրադառնամ մեր հաջորդ նշանին։
Դե ինչ մեր հաջորդ հողի նշանի ներկայացուցիչները մեր շատ սիրելի կույսերն են, ողջունում եմ, սիրելի կույսեր, ուրեմն ձեզ համար փետրվար ամիսը նույնքան կարևոր է, որովհետև դեռ չի ավարտվել արևի և լուսնի խավարումները ձեր առաջին և 7-րդ ոլորտներում, սա նշանակում է, որ 2025 թվականի տրամադրությունը ինչ-որ չափով մենք զգալու ենք դեռևս մինչև 2026 թվականի աշուն, այսինքն մինչև սեպտեմբեր ամիսը ներառյալ, սա պայմանավորված է նրանով, որ դեռևս ձեր նշանի ներքո և ձեր 7-րդ ոլորտում, ձկներ նշանի ներքո դեռևս տեղի են ունենալու խավարումներ և արդեն ձեզ համար խավարումների միջանցքը բացվելու է փետրվարի 17-ից, ինչը նշանակում է, որ այդ ժամանակահատվածում շատ զգույշ, ուշադիր պետք է լինեք, առաջին հերթին բնականաբար ձեր անձի նկատմամբ և ձեր կողակցի նկատմամբ։ Դե ինչ գնացինք փետրվարի 1-ին լիալուսին ունենք ձեր 12-րդ ոլորտում, սիրելի կույսեր, 12-րդ ոլորտը փակ ոլորտ է, գաղտնիքներն են և այստեղ ինչ-որ մի բան բացահայտվելու է, փետրվարի 1-ին կամ նրա մոտակա օրերին ինչ-որ մի բան եք իմանալու, որից ցնցվելու եք, կամ միգուցե դուք ունեք գաղտնիքներ և դա է բացահայտվելու, կամ այստեղ հնարավոր է, որ դուք բուժվում եք հիվանդանոցային պայմաններում, հնարավոր է արդեն ավարտվում է ձեր բուժումը, ինչ-որ փակ տարածքում եք գտնվում, դուրս եք գալիս արդեն փետրվարի 1-ից հետո։ 12-րդ ոլորտը նաև ճամփորդություններն են դեպի հեռավոր երկրներ, հնարավոր է, որ դուք մինչ այդ ճամփորդում եք և արդեն տուն եք վերադառնում։ Փետրվարի 6-ին ձեր գլխավոր մոլորակ Մերկուրին տեղափոխվում է ձեզ համար շատ կարևոր 7-րդ ոլորտ, սիրելի կույսեր, այստեղ Մերկուրին ունենալու է հետընթաց ամսվա վերջում և նշանակում է շատ ուշադիր եղեք ձեր կողքի մարդկանց, ձեր հաճախորդներին, ձեր գործընկերներին, ինչու չէ նաև ձեր կողակցին, որովհետև այստեղ նոր մարդիկ են հայտնվելու, անցյալից հներն են ձեզ հիշելու և Մերկուրին 7-րդ ոլորտում բերում է շատ մեծ ակտիվություն, այսինքն եթե դուք մինչ այդ սպասարկման ոլորտում այնքան էլ լավ չէր ձեր գործերը, ապա փետրվարի 6-ից հետո շատ ակտիվանալու է։ Փետրվարի 10-ին Վեներան մոլորակն է մուտք գործում կրկին ձեր 7-րդ ոլորտ, որտեղ իրեն Վեներան բավականաչափ լավ է զգում, էկզալտացիայի մեջ է, սա նշանակում է, որ Վեներան զգում է ինչպես իր տանը և նշանակում է, որ շատ կույսեր դառնում են ավելի ուրեմն գայթակղիչ արտաքին առումով, այսինքն նրանք ավելի հետաքրքիր և գայթակղիչ են դառնում հակառակ սեռի կողմից, նրանց կողմից են դառնում և Վեներան 7-րդ ոլորտում նաև կարող է բերել ձեր կյանք հետաքրքիր մարդկանց, հատկապես կանանց, որոնք կարող են հայտնվել ձեր շրջապատում և փոխել ձեր մտածելակերպը։ Փետրվարի 14-ին սիրելիները Սատուրն մոլորակը, որը վերջին 3 տարիների ընթացքում գտնվել էր ձեր 7-րդ ոլորտում և շատ կույսերի մոտ կարելի է ասել վերջին 3 տարիները լավագույններից չէին եղել կապված նրա հետ, թե նրանք ինչպես էին շփվել իրենց կողքի մարդկանց հետ, միգուցե եղել էին խնդիրներ, տարաձայնություններ, միգուցե վեճեր կամ միգուցե ամուսնու կամ կնոջ հետ այնքան էլ լավ չեն եղել հարաբերությունները, Սատուրնը արդեն լքում է այդ ոլորտը, սիրելի կույսեր, այստեղ կարող եք թեթևություն զգալ և փետրվարի 14-ից հետո արդեն Սատուրնը առաջիկա 3 տարին կլինի ձեր 8-րդ ոլորտում, սա մեծ ֆինանսներն են, այստեղ պետք է մի փոքր զգույշ լինեք, ֆինանսական հարցերում առավել քան ուշադիր և պատասխանատու լինեք և երբ վարկ եք վերցնում, երբ բանկի հետ գործարք եք անում, շատ ուշադիր կարդաք պայմանները, նայեք տոկոսները, որպեսզի հետո խնդրի առաջ չկանգնեք։ Փետրվարի 16-ին ունենք Արև-Ուրան լարվածությունը, սիրելի կույսեր, Արևը դեռևս ձեր 6-րդ ոլորտում է,
Այն փետրվարի 20-ին միայն մուտք կգործի ձեր 7-րդ ոլորտ եւ այստեղ փետրվարի 16-ին պետք է շատ ուշադիր լինեք ձեր առողջությանը եւ հատկապես երկար ճանապարհ չգնաք, հատկապես ինքնաթիռով չթռչեք, որովհետեւ ուրան մոլորակը գտնվելով ճամփորդությունների 9-րդ ոլորտում այստեղ կարող է խնդիր առաջացնել ավիացիայի հետ։ Բացի դրանից փետրվարի 16-ը շատ անհաջող օր է փաստաթղթային հարցեր լուծելու համար։ Փետրվարի 17-ին արևի խավարում է տեղի ունենում ձեր 6-րդ ոլորտում եւ շատ կույսերի մոտ միգուցե նոր աշխատանք կարող է նկատվել, նոր աշխատանքային գրաֆիկ կարող է լինել, կամ միգուցե ասենք դուք պետք է խնամեք հոգ տանեք ինչ-որ մեկի մասին փետրվարի 17-ից հետո, կամ նույնիսկ հնարավոր է, որ դուք ասենք ընտանի կենդանի ձեռք բերեք եւ նրանով զբաղվեք։ Փետրվարի 20-ին սիրելի կույսեր ունենք երկու գիգանտների միությունը, Սատուրնի եւ Նեպտունի միությունը ձեր 8-րդ ոլորտում։ Հիշում ենք, որ Նեպտուն մոլորակը հունվարի 26-ից նույնպես մուտք է գործել ձեր 8-րդ ոլորտ եւ այստեղ այս երկու գիգանտների միությունը մեծ ֆինանսական դաշտում խոսում է այն մասին, որ եթե երկար ժամանակ ինչ-որ բանկային գործարք չէր ստացվում, ապա այն ստացվելու է փետրվարի 20-ին կամ նրա մոտակա օրերին։ Եթե այստեղ ինչ-որ մի հարց կա ժառանգության հետ կապված, այն բացվելու եւ ձեզ համար պարզ է դառնալու։ Այստեղ նաև Սատուրնի Նեպտունի միությունը կարող է ձեր կյանք բերել գաղտնի սեր։ 22-ին Վեներա Յուպիտերի միջև ունենք շատ շքեղ տրին ասպեկտ, սիրելիներս, ուրեմն Վեներան գտնվում է 7-րդ ոլորտում, Յուպիտերը գտնվում է 11-րդ ոլորտում, երկուսն էլ հոյակապ ոլորտներում են, իրենց շատ հարմար են զգում, մեծ եւ փոքր երջանկության մոլորակներն են սրանք եւ այս շքեղ տրին ասպեկտը հաստատ ձեր կյանքում դրական միտում է ստեղծելու կապված գործընկերների հետ, կապված օնլայն հարթակի հետ, կապված ձեր հաճախորդների հետ կամ ինչու՞ չէ նաև կապված ձեր կողակցի հետ։ Ամսի 26-ից Մերկուրի մոլորակը սկսում է իր հետընթացը, սիրելի կույսեր, ուշադիր եղեք, որովհետև Մերկուրին հետընթաց է ունենալու ձեր 7-րդ ոլորտում մինչև մարտի 20-ը եւ այս ժամանակահատվածում նախկին սերերը, նախկին ծանոթները, նախկին դասընկերները, նախկին կուրսեցիներ, այսինքն ում հետ դուք վաղուց արդեն կապ չունեք, չգիտես ինչու, սկսում են ակտիվանալ, ձեզ հիշել, ձեզ գրել, ձեզ գտնել եւ իհարկե չգիտենք նրանց աղն է պակաս թե մաղը, ինչու են նրանք սկսում այս պահին ձեզ հիշել, բայց ամենայն դեպս նրանք շատ խիստ ակտիվանալու են փետրվարի 26-ից մինչև մարտի 20-ը ընկած ժամանակահատվածում։ Եվ ամիսը վերջանում է մի փոքր լարված, այստեղ ունենք Մարս-Ուրան լարված քառանկյունը, սիրելիներս, այսօրը առհասարակ խորհուրդ չեմ տալիս ճանապարհ գնալ մեքենայով, թե ինքնաթիռով, թե ուրիշ այլ տրանսպորտային միջոցով, որովհետև շատ վթարային օր է լինելու փետրվարի 27-ը, բացի դրանից հոգ տարեք ձեր առողջության մասին, որովհետև այսօրը կարող եք ունենալ, ասենք, ջերմություն կամ ինչ-որ օդակաթիլային ճանապարհով ինչ-որ վիրուս ձեռք բերեք։ Դա ինձ սիրելիներս այսքանը կույսերի փետրվար ամսվա կանխատեսումների մասին։ Այժմ ես անդրադառնամ մեր վերջին հողի նշանի ներկայացուցիչներին։ Դե ինչ հերթը հասավ մեր շատ սիրելի այդ եղջյուրներին, ողջույն սիրելիներս, ձեզ համար նույնպես կարևոր ամիս է փետրվարը, առավել եւս երբ հունվարին դուք նշում եք ձեր ծննդյան օրերը եւ կարելի ասել մի փոքր ավելի լավ տրամադրություն ունեիք, փետրվարին չեմ խոստանում այդ լավ տրամադրությունը, որովհետեւ ունենալու ենք որոշակի լարվածություններ եւ այն ձեզ դուր չի գա, որովհետեւ այդ լարվածությունները լինելու են ֆինանսական դաշտում։ Դե ինձ սիրելի այդ եղջյուրներ,
փետրվարի 1-ին ունենալու ենք լիալուսին։ Լիալուսինը տեղի ունենում ձեզ համար 8-րդ ոլորտում, որը նշանակում է մեծ ֆինանսների հետ կապված հարցեր, եւ այս հարցերը կարող են ինչ-որ չափով պարզեցվել փետրվարի 1-ին կամ նրա մոտակա օրերին, ասենք բանկային ինչ-որ գործարք եք կատարում, չէր ստացվում փետրվարի 1-ին, կամ նրա մոտակա օրերին այն կստացվի, կամ ինչ-որ գումար եք ինչ-որ մեկին դուք պարտք, այժմ փետրվարի 1-ին դուք վերադարձնում եք այդ պարտքը, կամ միգուցե ձեզ էին գումար պարտք եւ վերջապես վերադարձնում են, որովհետեւ այդ եղջյուրները այնքան էլ չեն սիրում պարտքով գումար տալ։ Սիրելիներս, բացի դրանից այս լիալուսինը 8-րդ ոլորտում կարող է վերջակետ դնել այնպիսի մարդու հետ հարաբերություններին, ում հետ դուք գտնվում եք նեղ անձնական սիրային կապի մեջ եւ այս մարդու հետ դուք ավարտում եք ձեր հարաբերությունները։ Փետրվարի 6-ին Մերկուրի մոլորակը տեղափոխվում է ձեր 3-րդ ոլորտ, որտեղ պատրաստվում է ամսվա վերջում ունենալ հետընթաց։ Սիրելի այդ եղջյուրներ, շատ ուշադիր եղեք, որովհետև երբ Մերկուրին 3-րդ ոլորտում է, այստեղ մի փոքր ակտիվանում են բամբասանք, ակտիվանում է ինֆորմացիան ձեր մասին։ Իհարկե այդ եղջյուրները իրենք բամբասել անձամբ չեն սիրում, որովհետև նրանք փակ շրջապատ են սիրում, այսինքն այնքան էլ մեծ թվով մարդկանց հետ չեն սիրում շփվել, սակայն Մերկուրին 3-րդ ոլորտում բերելու է ձեզ այդպիսի տրամադրվածություն եւ այստեղ ակտիվանում է շփումները մտերիմների հետ, քրոջ, եղբոր հետ, հարևանների հետ եւ այս ամենից ելնելով բնականաբար կարող է նաեւ խոսքն էլ տարածվել։ Մերկուրին 3-րդ ոլորտում նաև փաստաթղթային հարցեր կարող է բերել ձեր կյանք, հնարավոր է փետրվարի 6-ից հետո սկսեք զբաղվել ինչ-որ փաստաթղթային հարցերով, դասընթացների հարցերով կամ ինչու՞ չէ, ասենք մեքենայի հետ կապված հարցերով։ Փետրվարի 8-ին ունենք լարվածություն Վեներա Ուրան մոլորակների միջև, Վեներան այս պահին գտնվում է ձեր 2-րդ ֆինանսական դաշտում, իսկ Ուրանը 5-րդ ոլորտում։ Սիրելի այդ եղջյուրներ, Վեներայի Ուրանի այս լարվածությունը փետրվարի 8-ին կարող է բերել խնդիր, շատ մեծ ֆինանսական, որը կարող է կապված լինել կամ ձեր աշխատանքի հետ, կամ ձեր երեխայի հետ, կամ ասենք հնարավոր է հանգստի մեկնելու ինչ-որ ծրագրի հետ ցանկանում եք հանգստի մեկնել, այժմ հասկանում եք, որ ֆինանսները չեն բավարարում։ Փետրվարի 10-ին արդեն Վեներան մուտք է գործում ձեր 3-րդ ոլորտ եւ եթե դուք այստեղ ցանկանում եք մեքենա ձեռք բերել կամ գնել կամ ինչ-որ ձեզ համար կարևոր դասընթացի մասնակցել, այստեղ Վեներան բերելու է այդ հնարավորությունը։ Լավ գնով մեքենան կվաճառեք կամ շատ հարմար գնով մեքենա ձեռք կբերեք կամ հնարավոր է Վեներան նաև բերի ծանոթություններ կապված, ասենք, ինչ-որ դասընթացի եք հաճախում, այստեղ ծանոթանաք շատ հաճելի մարդկանց հետ։ Փետրվարի 14-ին սիրելի այդ եղջյուրներ ձեր գլխավոր մոլորակ Սատուրնը, որը վերջին 3 տարիների նույնպես գտնվում էր ձեր 3-րդ ոլորտում եւ կարելի ասել շատ էր սահմանափակել ձեր շփումները, այժմ Սատուրնը մուտք է գործում 4-րդ ոլորտ եւ այստեղ Սատուրնը բերելու է հարցեր, դժվարություններ, խնդիրներ կապված ձեր տան հետ։ Այսինքն այստեղ տեսեք, տուն եք ցանկանում գնել, Սատուրնը դժվարացնելու այդ գործընթացը, տուն եք ցանկանում վերանորոգել, համենայն դեպս Սատուրնը չեմ ասում արգելում է, համենայն դեպս անելու եք, այդ եղջյուրները սովորաբար համառ մարդիկ են, եթե որոշել են պիտի անեն, բայց Սատուրնը փորձելու է ամեն կերպ խոչընդոտել ձեր այդ բոլոր գործողություններին եւ այստեղ նաեւ տան մեջ մթնոլորտին նույնպես կարող է խոչընդոտել, այսինքն ձեր փոխհարաբերությունները տան անդամների հետ կարող է վատացնել Սատուրնը։ Փետրվարի 17-ին ունենք Արևի խավարում արդեն ձեր 2-րդ ֆինանսական դաշտում, սիրելիները, սա նշանակում է նորություններ են սպասվում։ Նորություններ են սպասվում կապված աշխատանքի հետ, կապված աշխատավարձի չափի հետ, կապված նոր գումարների հետ եւ փետրվարի 17-ից հետո շատ այդ եղջյուրների մոտ լարվածություն կստեղծվի ֆինանսական հարցեր լուծելու նկատմամբ։
Փետրվարի 20-ին ունենք հետաքրքիր միություն Սատուրն, Նեպտուն, այս երկու գիգանտների միությունը, որը տեղի է ունենում 37 տարին մեկ անգամ եւ այն տեղի է ունենում ձեր 4-րդ ոլորտում։ Սիրելի այծեղջյուրներ, այս Սատուրնի եւ Նեպտունի միությունը 4-րդ ոլորտում կարող է բերել հետաքրքիր լուծում։ Տեսեք, Սատուրն մոլորակը ես նշեցի, որ դժվարություն է առաջացնելու 4-րդ ոլորտում, սակայն այս երկուսի միությունը փետրվարի 20-ին բերելու է հակառակ երևույթ, այսինքն ինչ որ մի դուռ բացվելու է, ինչ որ մի հարց լուծվելու է, տանը երեխա է ծնվելու, ինչ որ մի կարևոր հարց տան հետ կապված տեղի է ունենալու, տան այն անդամը, որը շատ վաղուց չէր ամուսնանում, միգուցե ամուսնանալու է, տեսեք, ուրեմն այս երկուսի միությունը հեղաշրջում է անցկացնելու ձեր տանը եւ այս ամենը տեղի կունենա փետրվարի 20-ի մոտակա օրերին։ Փետրվարի 22-ին Վեներայի եւ Յուպիտերի միջև ունենք շքեղ տրին ասպեկտ։ Վեներան 3-րդ ոլորտում է, Յուպիտերը 7-րդ ոլորտում է, սիրելիներս, այս շքեղ տրին ասպեկտը կարող է միայնակ այծեղջյուրներին բերել ծանոթություն, շատ լավ օր, հանդիպում, ինչու՞ չէ նաեւ, եթե սպասարկման ոլորտում եք, հաճախորդներ, շատ հաճախորդներ եւ այստեղ նաեւ ավտոմեքենայի հետ կապված հարցերը կարող եք շատ հաջող լուծել։ Դե ինչ ամսի 26-ից Մերկուրին սկսում է իր հետընթացը ձեր 3-րդ ոլորտում եւ մինչեւ մարտի 20-ը հետընթաց է լինելու Մերկուրին, խորտ կտամ այս ընթացքում շատ ուշադիր լինեք հատկապես ձեր փաստաթղթերի նկատմամբ, որովհետեւ Մերկուրին հետընթացը սկսում է փաստաթղթերի ոլորտում եւ դրանք կորցնելու վտանգը մեծ է, առհասարակ ուշադիր եղեք, որտեղ ինչ եք դնում, ինչ եք ձեզ հետ վերցնում եւ ճամփորդելիս եւ առհասարակ տարբեր ասենք տեղեր այցելելիս, որպեսզի ոչինչ չմոռանաք, բայց բացի դրանից հետընթաց Մերկուրին ձեր կյանք կարող է բերել մի շարք մարդկանց, որոնց հետ կապը վաղուց կորել էր, ասենք նախկին հարևաններ, ասենք նախկին գործընկերներ, կամ այնպիսի մարդիկ, ում հետ նախկինում սովորել եք, այժմ այդ մարդիկ բավականին երկար տարիներ անց ձեզ հիշում են։ Եվ ամիսը վերջանում է մի փոքր լարվածությամբ, սիրելիներս, Մարսի Ուրանի միջև նույնպես այստեղ լարված քառանկյուն ունենք, Մարսը նշեցի ձեր երկրորդ ֆինանսական դաշտում է, Ուրանը 5-րդ ոլորտում է եւ ամսի 27-ին ֆինանսական ոչ մի գործարք մի կատարեք, որովհետեւ գումար կորցնելու վտանգը շատ մեծ է։ Դե ինչ սիրելիներս, այսքանը ձեր փետրվար ամսվա կանխատեսումների մասին, կհանդիպենք հաջորդ հոլովակում։ Առայժմ